Սիմոնյան, տեսեք, խաղաղության պայմանագրի հայտարարությունից հետո, որ ավարտված է, Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը զրուցեց Ռուսաստանի նախագահի հետ։ Դուք տեղյակ եք խոսակցությունից, ինչի մասին է եղել եւ ինչ է Փաշինյանը փոխանցել Ռուսաստանի նախագահին եւ այնտեղից ինչպիսի արձագանք է։ Վարչապետը զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահի հետ, վարչապետը զրուցել է նաեւ Իրանի նախագահի հետ։ Առաջինը պարզապես Ռուսաստանն է, դրա համար ես ուզում եմ ասել, որ որևիցե ինտրիգ փնտրել են բանի մեջ, որ առաջինը Ռուսաստանը կարող առաջինը Իրանը լիներ կամ Ֆրանսիան լիներ կամ չգիտեմ որևիցե այլ երկիրն է, որևիցե մեր հարաբերությունները հաշվի առնելով Ռուսաստանի մենք հաշվետվություն ենք ներկայացրել։ Ուրեմն Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ոնց վերջին մի քանի տարիների ընթացքում այնպես էլ հիմա գործում է որպես ինքնիշխան պետություն եւ ինքնուրույն է կայացնում որոշումները եւ ինքնուրույն է որոշում թե ում հետ երբ ինչ ձևով խոսա։ Իսկ ինչ է խոսացել հաղորդագրության մեջ գրված է եւ ես զրույցի հետ ծանոթ եմ նույն բանը ինչ որ հաղորդագրության մեջ գրված է օկուպացված տարածք հերթով հեսա կֆրանկ կգան Ներառված նախարարությունը ասում է որ պայմանավորվենք ժամի այսպես ստորագրման հետ կապված հիմա դուք եք ասում Ալիևը խոսում է 0 այսպես տոկոս վստահության եւ ինչ ասում շարունակությունն էլ ասա որ հարցը տեղին լինի ասում որ ամեն ինչ պետք է դրվի թղթի վրա հիմա մոտ ժամանակներում երբ Հայաստանը առաջարկում էր ժամ եւ տեղ պայմանավորվել ստորագրման այս հայտարարություններից հետո դուք վտանգված եք համարում առաջիկայում չգիտեմ 1 ամսվա ընթացքում կամ 2 ամսվա ընթացքում այդ պայմանագրի ստորագրումը Դե մի քիչ բան հարց է տալի Կարինե ջան, միջև չստորագրվի, միջև ձեռներս չլինի այդ թուղթը, միշտ էլ վտանգված եմ համարելու։ Միջև չստորագրենք, չդնենք սեղանին, միշտ էլ վտանգված եմ։ Նույնիսկ եթե այնտեղից ասեր ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք հենց հիմա ստորագրենք, բայց օրը ժամը չեղած լինի, հենց ստորագրած չլինի, ես միշտ վտանգված եմ։ Հնարավոր է վերանայվի երրորդ երկրների ներկայության այդ կետի հետ։ Չէ, փակ է, տեքստը փակ է։ Տեքստը այլևս երկու կողմի համար փակ է։ Խոսակցությունը ավարտված է, տեքստը փակված է։ Հերթով սենց ֆորմեն գանք ընդհանրել որ առասարակ ցանկություն չկա այդ պայմանագիրը ստորագրելու, որովհետև երբ համաձայնեցվեց կետերը անմիջապես հաջորդեց Հաջիևի հայտարարությունը, որ հավելյալ փաստաթղթեր են պետք է փոխհատուցում Հայաստանը պահանջի, հիմա Հայաստանը տրամադրի Ադրբեջանին իբրև թե 30 տարի ես կարող եմ հենվել միայն այն բաների վրա, որոնք որ դրված են սեղանին, թե ով ինչ հայտարարություն կանի ասենք մեր, չգիտեմ, падգամավորներն են հաճախ բնես հայտարարություն։ Հիմա վարչապետը 5 հատ խորհրդական ունի, կա շաբաթը մեկը մի տարբեր հայտարարություն կա, փաստաթուղթ, կա քննարկվող տեքստ կոնկրետ, որը քննարկվել է եւ փակվել է, կա հայտարարություն այն կողմից, նախագահի մակարդակով, կա հայտարարություն այս կողմից վարչապետի մակարդակով, մենք հայտարարել ենք, որ սպասում ենք տեղի ժամի եւ ֆորմատի այդ քննարկումներին արդեն ընթացած գործերը ոնց կգնան արդեն տեղական Այս մասով որ Ալիևը նշում է որ պետք է ոչ միայն Զանգեզուրի միջանցքը տրամադրվի, այլև ապառազմականացված գոտի եւ ապամոնտաժվի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։ Այս մասով Հայաստանը ունի հստակ դիրքորոշում։ Դե Հայաստանը հստակ իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է, մենք ասել ենք որ բոլոր ճանապարհները պատրաստ ենք հենց վաղը բացել եւ կոմունիկացիաները բոլոր պետք է բացվեն տարածաշրջանում եւ դա ինչպես միշտ ինչպես բոլոր փաստաթղթերում է երկկողմանի տրամաբանության մեջ պետք է լինի իսկ սահմանների հետ կապված ապառազմականացված գոտի նաեւ կարող ենք համարել այն գոտին որը օրինակ ունենք այսօր Կիրանցի տարածքում որտեղ կանգնած են սահմանապահները ամբողջ երկայնքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում պետք է կանգնած լինեն սահմանապահները եւ սահմանազատումից հետո Դե սահմանազատումը ընթացքի մեջ է։ Դե հիմա ասում եմ Միջև լինի մի քանի տարի կանցնի։ Դե միջև լինի դեռ շատ բան են ցանկանում։ Դու ցանկանում, մենք էլ ենք շատ բան ցանկանում, դրա համար քննարկում ենք։ Պարոն Սիմոնյան, քիչ առաջ ասեցիք, որ այս Ադրբեջանի տարածված ապատեղեկատվության ֆոնին ԵՄ դիտորդները արձանագրել են, որ ամեն ինչ խաղաղ է։ Հիմա խաղաղության պայմանագրում, երբ երրորդ երկրների ուժի տեղակայման բացակայության կետը հանվում է, արդյոք սա չի նշանակում, որ Ադրբեջանին հնարավորություն է տրվում, այսպես դաշտ է ստեղծվում, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտի, ագրեսիայի ֆոն ստեղծի եւ նմանատիպ ապատեղեկատվություն տարածի։ Առաջ հիմա եկեք ֆիքսենք, որ եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի,
մեր պայմանավորվածությունը կմտնի բանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, Եվրոդիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը։ Ինչ տարբերություն։ Եթե փաստաթուղթ ես ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ չգիտեմ, ինչ որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ, իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու եւ կարող ես քեզ ցույց տալ, Եվրոդիտորդների վրա էլ կկարակեն, կհարձակվեն։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է, որ Հայաստանը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման Ադրբեջանին ներկայացնի մեր գերիների այնտեղ պատանդարված անձանց հետ վերադարձի հարցը։ Ես կրկնում եմ, որ այդտենց մի հատ միտք, մոտավոր տենց միտք Վարդան Օսկանյանն էր ասել, նման բան ասելը նշանակում է բանակցությունները եւ այն ինչ որ կատարվում է մտցնել փակուղի եւ իրավիճակը ուղղակի սրել եւ դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչը որ արվել է վերջին 4 տարվա ընթացքում եւ 150 քանի գերից մենք այս պահին ունենք հաստատված 23 գերի, որոնցից մի մասը 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023 թվականի ժամանակ են գերեվարվել եւ պատանդ վերցվել, այսինքն եթե տենց հաշվարկենք ամ 150 քանիսից, եթե այդ մարդկանց այս բանում չենք հաշվում, 11 ած դարել եւ այդ տրամով այտենց չի արվում։ Դա արվում է այլ դիվանագիտական ճանապարհ, իսկ ուլտիմատումներ ներկայացնել որևիցե կողմին, իրանք մեզ, մենք իրանց, դա նշանակում է ուղղակի վերահաստատել այն ինչ որ անում է այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր եւ մարդիկ։ Սիմոնյան, ես էլ ունեմ հարց։ Կա հստակ պայմանավորվածություն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կամ այդ ընթացքում այն տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, իրենք դուրս կգան այդ տարածքից։ Ուրեմն այդ հարցի պատասխանը մեր սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի այսպես ոչ թե տիրույթում է, այլ տրամաբանության մեջ է, որովհետև այն տեղերում, որտեղ որ Հայաստանն է առաջ, Հայաստանն է դուրս գալու, այն տեղերում, որտեղ որ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանն է դուրս գալու, եւ այդ տրամաբանությունը արդեն իսկ դրված, ստորագրված եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերահաստատված է։ Գնալ ասել, օրինակ, հա, ջերմուկի տեղում դուք եք առաջ, այստեղ մենք ենք առաջ, դուրս եք գալիս, դե դուրս եք, այդ տրամաբանությամբ չի արվում։ Կա ֆիքսված բանից Իրանի սահմանից մինչև Վրաստան ֆիքսված գիծ եւ համաձայնություն, որ սա հենց հերթով գալիս ենք, գալու ենք հասնենք նաեւ անկլավների հարցն ենք քննարկելու, մեր անկլավի հարցն ենք քննարկելու, իրանց հարցն ենք քննարկելու, բայց դա կրկնում եմ, մեր համար ընդունելի է, մեր համար հասկանալի է, մենք կառավարում ենք այդ ռիսկերը եւ տեսնում ենք, թե ոնց է դա գնալու, որը որ դրական բան է ներշնչում։